20-րդ դարասկզբին տեղի ունեցավ հայոց ամենամեծ ողբերգությունը և հայոց դաշտերը ներկվեցին կարմիրով։ 110 տարի առաջ էր, երբ թշնամին իրագործեց հայոց ցեղասպանությունը, որը անուրանալի, անժխտելի փաստ է։ Ապրիլի 23-ին ամեն տարի ավանդաբար կազմակերպվում է ջահերով երթը, հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ։ Այս տարի ևս ավանդույթները չխախտելով ապրիլի 23-ին տեղի կունենա ջահերով երթը։ Մի խումբ երիտասարդներ Գարեգին Նժդեհի արձանի մոտից այսօր իրազեկման երթ իրականացրին և թռուցիկներ բաժանեցին անցորդներին, հորդորելով միանալ ու մասնակցել, ինչպես նաև երևանյան տարբեր փողոցներում փակսերին իրազեկող պաստառներ։ Արմնուրը շրջել է երիտասարդների հետ և զրուցել նրանցից մեկի հետ։ Բոլորը տեղյակ եք արդեն, որ ապրիլի 23-ին ժամը 19:15 Հանրապետության հրապարակում տեղի ունենալու ամենամյա ջահերով երթը։ Մենք մի փոքրիկ ակցիա ենք իրականացնում իրազեկման, այս փոքրիկ գրվածքներով պաստառները մեր հայրենակիցներին բաժանելու և իրազեկելու ջահերով երթի մասին օրվա և ժամվա հետ կապված։ Տեղյակ լինելու մասին որպես այդպիսին հայտարարություն չենք տարածել իրազեկման երթի հետ կապված, բայց քայլենք շփվենք մեր հայրենակիցների հետ, բաժանենք սրանց, տեղյակ պահենք ջահերով երթի հետ կապված։ Այո, այս տարի մանավանդ ջահերով երթի հետ կապված և ջահակիրների և մասնակցելու ցանկություն ունեցողների հետ կապված աննախադեպ թվով զանգեր գրանցված մարդիկ ունենք և նախատեսում ենք, որ այս տարի նաև աննախադեպ թվով ջահերով երթ ենք ունենալու։ Տարիների համեմատ ավելի շատ է այս։ Այո, այս տարի ավելի աննախադեպ թվով առաջարկներ, դիմումներ ունենք ջահերով երթի հետ կապված։ Մեր կոչը մեր բոլոր հայրենակիցներին է անխտիր և առանց տարբերակելու բոլոր մեր հայրենակիցներին հրավիրում ենք, ովքեր պահանջատեր են, ովքեր կիսում են մեր պահանջը, կոչ ենք անում միանալ և մասնակցել ջահերով երթին։ Աննա Սիրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան, Արմնուր լրատվական։